Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 30-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե այսօր թեժկետերն ավելացել են, նայում ենք, տեսնում ենք Հնդկաստան-Պակիստան հավանական զարգացումներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ փորձում է կարգավորել ուկրաինական պատերազմը, նաև շատ հարցեր կարգավորել, որ մի բան ստացվում է, մի բան չէ, նայում ենք Իրանի ակտիվությունը, Իսրայելի եւ Ադրբեջանի ակտիվությունը, այդ բոլորին կանդրադառնանք հերթով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը ասել է, որ իր շնորհիվ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել մարտերն Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ Տրամպը չի բացառել, որ խաղաղության կնքման հարցում Պուտինը կարող է, այսպես ասած, մի փոքր խաղալ իր հետ։ Նա կարող է մի փոքր խառնել իմ գլուխը, բայց կարծում եմ նա ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Եթե ես չլինեի, կարծում եմ, որ նա կցանկանար տիրել ամբողջ երկիրը։ Կարծում եմ Պուտինը ցանկանում էր ամբողջ Ուկրաինան, եւ եթե ես չհաղթեի ընտրություններում, նա ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ։ Ես հավատում եմ, որ իմ պատճառով է, որ նա պատրաստ է դադարեցնել կռիվը։ Կարծում եմ, որ նա հարգում է ինձ եւ ես հավատում եմ, որ իմ շնորհիվ նա ետ կկանգնի ու չի գրավի ամբողջ Ուկրաինան, ասել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե մենք լրիվ այլ բան ենք ակնկալում ԱՄՆ նախագահից, որ հավաքական արևմուտքը ագրեսորին պատժեր, այն քաղաքականությունը, որը ավելի ակտիվ ակնկալել ենք ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլ նաեւ, ասենք, կանցլեր Օլաֆ Շոլցից, որը որ այդպես էլ ընտրությունների հետ կապված զգուշավորություն հանդես բերելու պարագայում նաև ընտրություններում պարտվեց, որ այդպես է չտվեց Տաուրուս հրթիռները, որոնք գոնե 500 կիլոմետր հեռահարության հրթիռներ էին, բացի այդ գեշճերգրիտ հրթիռներ էին ու շատ արդյունավետ, որ կարող էին շարքից հանել եւ խորքային օբյեկտներ, բունկերներ եւ նաեւ կամուրջներ, այսինքն շատ արդյունավետ էր, որը այդպես է չտվեց, բայց ինչի համար տանկ եւ այլ եւ այլ։ Այսինքն այդ զգուշավորության հետ կապված որ խոսում ենք, միայն Միացյալ Նահանգներին չի վերաբերվում, բայց Միացյալ Նահանգներն էր երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ոչ թե Գերմանիան։ Դրա համար այս պարագայում, երբ որ Դոնալդ Տրամպը հիմա խոսում է նրա մասին, որ եթե ինքը չլիներ Պուտինը կգրավեր ամբողջ Ուկրաինան, բայց ինչի չէր գրավում 2022 թվականի փետրվարի 24-ից։ Ինչն էր խանգարում։ Բա Պուտինն ասում էր ամեն ինչ գնում է ըստ պլանի։ Հիմա Պուտինը իր ժողովրդին ուզում է ասի, որ ըստ պլանի են իրանց քաղաքները հրթիռակոծում։ Այսինքն ինքը հիմա պլանավորել էր, որ դրոններով եւ հրթիռներով Ուկրաինան խփեր Ռուսաստանին։ Սա էլ էր պլանների մեջ մտնում։ Դե թողորումը ժողովուրդը իմանա ով է իրանց երկիրը ղեկավարում, չնայած դե որ իմացավ ինչ պետք է անի։ Եվ այս պարագայում ներկայացնել, իհարկե այս կարգի բաներ Դոնալդ Տրամպն ասում է, որպեսզի ցույց տա, թե ինքը ինչ ջանքեր է գործադրում, որպեսզի կանխի, այսինքն իր արածը ավելին է, քան գնահատվում է, բայց միևնույնն է, եթե ինքը Ռուսաստանի հետ փորձեց նորմալ հարաբերություններով հարցը կարգավորել, դա շատ ծանր հարված ալնելու առաջին հերթին Միացյալ Նահանգների հեղինակությանը, որտեղ ինչ է ստացվում։ Համարում ես, որ եթե դու չկանխես, Ռուսաստանը կգրավի ամբողջ Ուկրաինան։ Նախ գիտենք, որ դա այդպես չի, ու գիտենք, որ Տրամպն էլ գիտի, որ դա այդպես չի։ Բայց լավ, եթե ասում ես ինչ է նշանակում։ Այսինքն դու համարում ես, որ եթե դու չկանխես, Ռուսաստանը կգրավի իր հարևան պետությունն ամբողջությամբ, եւ Ռուսաստանը ագրեսոր չի, հարևան պետությունն է մեղավոր։ Թե Բայդենն է մեղավոր, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի, Ուկրաինան խելոք չի պահել, էլի չարություններ արել, հիմա այսօր էլ չարություն չի անում, չէ՞։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ չի ցանկանում, դուք էլ թույլ չեք տալի։ Բա հիմա ինչ է Ռուսաստանը ցանկանում ամբողջ Ուկրաինան գրավի, որ պետք է որ Ամերիկան դա կանխի։ Ուղղակի սա արդարացում է, որ կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ Դոնալդ Տրամպը վերանայի վերաբերմունքը այս նոր իրավիճակի հետ կապված։ Ինչքան շուտ, այնքան ամենամեծ լավությունը արած կլինի Միացյալ Նահանգներին։ Հարցին ով կլինի Հռոմի նոր պապը, Դոնալդ Տրամպը պատասխանել է. ես կցանկանայի լինել, այսինքն ինքը։ Իհարկե գիտեք ինչն է այդ արկիր, մինչև չհասցրեց Դոնալդ Տրամպը ասի, որ կատակ եմ անում, արդեն Իրան աջակիցները արդեն դա լուրջ էին ընդունել։ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կարող է դառնալ հաջորդ Հռոմի պապը։ Նա որպես թեկնածու իսկական մութ ձի կլիներ։
Բայց ես կխնդրեի պապական կոնկլավին եւ կաթոլիկ հավատացյալներին բաց միտք ունենալ։ Միաժամանակ առաջին պապը եւ առաջին ամերիկացի նախագահը լինելը բազմաթիվ առավելություններ ունի, գրել է Գրեհեմը։ Դե ախր Տրամպը պետք է հասցներ ասել, ուզում եմ մի հատ կատակ անեմ, նոր դա ասեր։ Կարող ենք էլ լուրջ ընդունել իր ասածը, բայց դրա համար ուղղակի ԱՄՆ հանրապետական սենատոր Գրեհեմի համար ուղղակի ասենք եւ մեկ էլի մյուս ոգևորվածների, որ նախ Հռոմի պապ լինելու համար պետք է լինել կուսակրոն։ Ես մտածում եմ, թե Տրամպի գլխին ինչ կդնի իր կինը, որը իմանա, որ Դոնալդ Տրամպը փաստորեն չէր ուզում ընտանիք ունենա եւ ոչ կնիկ, ոչ երեխեք։ Հիմա թող երեխեքն էլ իրանց եզրակացությունն անեն, ինչպես կարող է գոյություն ունեցող ռեալ ընտանիքի պարագայում ցանկանալ լինել կուսակրոն։ Դա արդյունքում է, թողենք իրանց ընտանիքի կռիվներին, բայց հարցը էլ է, այդ մարդը կաթոլիկ է, ժողովուրդ։ Հաստատ պարզել է Դոնալդ Տրամպը ինչի հետևորդ է, որ նույնիսկ կատակով կարելի է այդպես բան ասել։ Եվ մեկ է գիտեք ինչն է հետաքրքիր, իսկապես դա պատկերացնում եք, ասենք Դոնալդ Տրամպը եկը կուզենար Հռոմի պապաներ, որտեղ դա ցմահ է, էլի։ Չնայած դե ինչպես տեսակ Բենեդիկտոս 16-րդը անգամ հրաժարվեց, ասես թող ավելի ճկուն մեկը գա աշխատի, չնայած դա 9 տարի ապրեց, չմահացավ, բայց ամեն դեպքում ինքը հարգեց այդ պաշտոնը, որ պետքա ճկուն տեղդ աշխատողը լնես, էլի ոչ թե թուլացած լնես արդեն, այսինքն էդ էլ ցմահ չի, բայց քո ցանկությամբ է։ Տրամպը ենթադրենք կարող էր ցմահ Հռոմի պապը լնել, իհարկե դա տարբերվում է նախագահի պաշտոնից, մանավանդ վերջերս որ հասկացա, որ 3 ժամկետ չի ընտրվելու։ Բայց դուք պատկերացնում եք Հռոմի պապը լներ Դոնալդ Տրամպը, ինչ պետք է ասել կաթոլիկ աշխարհին, հերիքա թալանեք էս Վատիկանը, էս ինչ եք անում, այս սովյալներին պետք է գնանք ինչ անենք, հաց տանք որ ուտեն, ինչա սոված են, էս ինչ փողեր եք բաժանում, ես ում փողերն եք բաժանում, ես էս երեխու պապն եմ, թե Հռոմի պապը, ես էս երեխուն ինչի պետք է հաց տամ, ինչ անենք չունի, մաքսատուրքեր մտցնել բոլորի վրա, էս ինչ եք անում, Վատիկան գալի մտնում եք, բա փողերն ուրա եւ այլն, Ժորժ ջան, շատ եք լավ որոշել, որ ուզում եք, թե կրակն եք ընկել ուզում եք գնա Հռոմի պապ, Ամերիկայից գնա, պարզապես ցավալի է, որ ցանկացած բան ինչ արա հայտարարի Դոնալդ Տրամպը իրան աջակիցներ ունեն Ժորժ ջան հարգեք գոնե ձեզ ու հարգեք այն երկիրը որը ներկայացնում եք էլի գոնե իմացեք որ այդ երկրին հարգանքով վերաբերվում են աշխարհի միլիոնավոր մարդիկ գտնվելով Ամերիկայից դուրս ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է Պուտինի հետ ավելի հեշտ է գործ ունենալ քան Զելենսկին հաղթաթղթեր չունի եւ նա ավելին ու ավելին է խնդրում Հուսով եմ Զելենսկին խաղաղություն կկնքի, կարծում եմ Պուտինը հիմա պատրաստ է պայմանավորվածությունները ասել է Տրամպը։ Իհարկե ինչի ավելի հեշտ չի լինի Պուտինի հետ աշխատել որ։ Պուտինը մտել է այդ մարդու տարածքը վերցրել, հա։ Հիմա ասում ես գիտես ինչ, այդ ինչ որ վերցրել ես տամ քեզ, եթե Զելենսկին չհամաձայնվի, իրան հրթիռներ չեմ տա։ Մի մոմենտը հետախուզական տվյալներ չէինք տա, մի մոմենտը չէինք թողի F-16 կործանիչներն օգտագործեր։ Բա պարզ չի որ Պուտինը պետք է ուրախանա, այսինքն ինքը գրավել է եւ ինքը օկուպանտ չի։ Մեղավորը Զելենսկին է, որ դրթել է, որ իր վրա հարձակվել է Պուտինը։ Բայց ինչի պետք է գոհ չլինի։ Այսօր Պուտինն է նոր ներենգե, որ իր տարածքը ազատելու համար 8 ամիս կռվում էր չէր կարողանում կորեացիներին ներդիմի հյուսիս կորեացիներին։ Բա պարզա ուրախ պետք է լինի, որ պատերազմը իր ցանկությամբ դադարի մի հատ էլ ասի դե տեսակ Տրամպի խաթեր արեցի, որտեղ Տրամպը անդադ ասում է, որ Պուտինն իրան հարգում է։ Չի աշխատելու այս սխեման, Ժորժ ջան։ Զելենսկին կռիվ է տալի, վիզա դնում իր երկրի համար, ամեն միլիմետրի համար, ամեն մի հանքաքարի համար։ Բարդ է այդքան պատկերացնել, որտեղ դա իր տարածքն է։ Իսկ Ռուսաստանը գրավել է ուրիշից։ Իսկ Ամերիկան զարմանում է, որ օկուպանտը մեծահոգաբար համաձայնվում է Ուկրաինայի ընդամենը 5 մարզ վերցնի, կարող ամբողջը վերցներ։ Ուղղակի չէր ուզում վերցնի։ Այսինքն Պուտինի պլանի մեջ չէր մտնում Ուկրաինան ամբողջությամբ վերցնել։ Դե Պուտինն ասում էր ամեն ինչ գնում է ըստ պլանի։ Պարզվում է Պուտինի պլանը Տրամպը Իրանից լավ գիտի։ Պուտինի պլանը ամբողջ Ուկրաինան վերցնելն էր։ Բան չի չէր վերցնում, Տենց անհանգիստ սպասում էր, որ գա ու Տրամպը Իրան դադարացնի։ Մի խոսքով այդ վիճակը պատկերացնում եք, բայց նաև տեսեք Ռուսաստանի արձագանքը, նա չի հարգում Տրամպին, այն դեպքում երբ որ ինքը ասում է, ես գիտեմ Պուտինին հարգում է, Ժորժ ջան, չի հարգում։ Ոչ մեկը թույլին չի հարգում։ Եթե դու այդպիսի բան ես դրել, մենք սպասում ենք, որ դա պետք է աներ
քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչները, Ամերիկան, հավաքական արևմուտքը, որ պաշտպաներ թույլի իրավունքը, թույլի շահերը, որ ասել ես մոլորակի վրա աշխարհակարգը այդպեսին պետք է լինի։ Իսկ եթե արդեն Դոնալդ Տրամպը չի հարգում, արդեն ասում է ուժեղի իրավունքն ենք հաղթում, Պուտինն չի պետք է հարգի, տեղից է Պուտինը օկուպանտ ագրեսոր է։ Տեսեք ինչ է ասում Պեսկովը։ ԱՄՆ-ն տրամադրված է արագ հաջողության հասնել ուկրաինական կարգավորման հարցում, սակայն Ուկրաինայում հակամարտության ակունքները բարդ են եւ անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ նրբերանգներ։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների ջանքերը հաջողությամբ կփսակվեն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առաջարկությունների, հավելել է Պեսկովը։ Ուշադրություն փաստորեն ինչն է, ԱՄՆ տրամադրված արագ հաջողության ասել, այսինքն իրականությունը հաշվի չի առնում, ուղղակի Տրամպը իր փառասիրությունը այտենց հակուրտ տալու համար ինքը ցանկանում է ուղղակի հաստի խաղաղության ու անմիջապես դիմեն, որ Նոբելյան մրցանակ տան։ Ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը, արդեն Պուտինի կարծիքը սա է Պեսկովի բերանով, որ մենք գիտենք դու ինչ ես շտապում, որը իրականության հետ որևէ կապ չունի։ Դոնալդ Տրամպը պարել է Միչիգանում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ավարտին։ Դե բա նախագահից պարել ես, լավ է սա, Հռոմի պապը լեր պարելու է, այ վայել էլի, ով է այս մարդուն չի ասել, որ քո պաշտոնը Հռոմի պապի պաշտոնից լավ է։ Իրոք կարող է տեղյակ չէ, այ մարդ կողքից ասեք։ Չնայած դե ինչ, Հռոմի պապը պետք է աղոթեր, երբ հարմար է, չաղոթեր, դա հո կոնկրետ բան պետք է չաներ։ Երբ մտածել է, որ դա ավելի հարմար գործ է։ Միչիգանում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրերը ամենահաջողն են եղել երկրի պատմության մեջ եւ իր կոշտ ներգաղթային քաղաքականությունն անվանել է իր գլխավոր ձեռքբերումներից եւ նախընտրական խոստումներից մեկը։ Դոնալդ Տրամպը հայտնել է, որ չի հավատում հարցումներին, որոնք իր կարծիքով ցույց են տալիս ավելի շատ դեմոկրատների, քան հանրապետականների կարծիքները, եւ գնահատում է, որ իր վարկանիշն ամերիկացիների շրջանում 60-70% է, այսինքն հարցումներին մարդը չի հավատում, իր անձնական հարցումն է ասում 60-70%։ Լավ դե ինքը դա կասի ինչ կանի, բայց երբ որ դու ասում ես, որ ես աշխարհն եմ կառավարում, մենք էլ ենք այդ աշխարհի մեջ մտնում, չէ՞։ Մենք ուզում ենք իմանանք մեզ ինչ է սպասվում, ինչ քաղաքականություն է վարվում, եթե իրականությունը այսպես է ներկայացվում։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ ԱՄՆ այլևս չի կարող իրեն թույլ տալ սուբսիդավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։ Ուկրաինայի պաշտպանությունը պետք է լինի եվրոպացիների առաջնորդության ներքո։ 33 տրիլիոն դոլար պարտք ունեցող Միացյալ Նահանգները բառացիորեն այլևս չի կարող իրեն թույլ տալ սուբսիդավորել եվրոպական անվտանգությունը, ասել է Մայք Ուոլցը։ Առաջինը եվրոպական անվտանգության հետ կապված դա ստանձնել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլապես ՆԱՏՕ չէ ստեղծվի 49 թվականին Վաշինգտոնում 12 հիմնադիրներով։ Նպատակը Եվրոպայի անվտանգությունն է, դա Ամերիկան է ստանձնել դա այնպես որևէ մեկը չի տալի Ամերիկայի վզին դրել։ Երկրորդ, եթե ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պարտքը 33 տրիլիոն է, հունվարի 1-ի դրությամբ 36.6 է, այսինքն այդ տրամաչափի պաշտոնյան անգամ չի տիրապետում իր երկրի պարտքին, կամ որն է արտաքին պարտք, որն է ներքին պարտք։ Ընդհանրապես օրինակա բերեմ առանց տիրապետելու։ Եթե մեկը հարցնի ասի 33 թիվը որտեղից ես վերցրել։ Որ թիվն է դա։ Արդեն ինչ է 3 տրիլիոն մաշել եք, ինչ է կարել։ Ու Եվրոպայի հետ կապված ինչքան ասել, որ Եվրոպան պետք է իր վրա պարտավորություն վերցնի։ Դե եթե Եվրոպան պետք է իր վրա պարտավորություն վերցնի, ասում է Ուկրաինայում կգնամ ուկրաինացիներին կպաշտպանեմ խաղաղությունից հետո։ Բայց ասեք բանակցությունը Եվրոպան չվարի։ Բայց Եվրոպան չվարի, հետո Եվրոպան պետք է պարտավորություն վերցնի։ Բայց դրա համար Եվրոպան իրան ճղում է որանի, բայց եթե Եվրոպան ինքը որոշեց զինվել, Եվրոպան ինքը Ամերիկայից նեղացած որոշեց զինվել, դա մեր շահերից չի բխում, ժողովուրդ ջան։ Մենք կուզենք Ամերիկայի հետ համագործակցելով զինվի, կուզենք Ամերիկայի հետ համագործակցելով մոբիլիզացնի ուժերը, որովհետև իրար ուտելու պարագայում մենք գիտեք ինչքան դիրքեր են կորցրել։ Իրար ուտելու պարագայում մեկը մեկին մեղադրեց,
Բյուզանդիային չնայած նենց էլ մի բարի պտուղը չէր արևելյան հռոմեական կայսրությունը, բայց հարցը դա չի, հարցը նա չի, որ իրար կերան, ասին լա քեզ հասնում է մյուս, թուրքերն եկան Բոսֆորի բգին նստեցին եւ հիմա անգել եք իրան ձեռը կրակը։ 15-րդ դարից միջև մի թուրքերի երեսին եք նայում։ Ինչի, որովհետեւ ասին լավ արեցին, ձեզ հասնում է, դուք ձեզ լավ չպայեցիք, ձեզ հասնում է։ Ինչ արեց խորհրդային միությունը։ Ինադարեց արևմուտքին, Չինաստանին դարձրեց միջուկային տերություն։ Հիմա ձեռը կրակը չի ինգե։ Այդ Չինաստանը Իրանից է տարածք ուզում, թե Ամերիկայից։ Բարդ է այդքան հասկանալ, որ հերիք է իրար ինադանեք, որի արդյունքում հիմա նույն ձևի Եվրոպան Ամերիկային ինադանի Չինաստանին բերի մտցնի Եվրոպա։ Ռուսաստանն էլ Եվրոպային ինադանի Հյուսիսային Կորեայի զորքին բերի, որ ուկրաինացիների դեմ կռվեն։ Գյորգյան, մի հատ չեք հասկանում այդ ինադների արդյունքը ինչ է ստացվում։ Հիմա ի վերջո այս բացատրությունը, որ մենք այլևս ի վիճակի չենք Եվրոպային օգնել, էլի կարելի է համագործակցել Եվրոպային ասել դուք այդ հարցերը լուծեք, բայց Եվրոպայի անվտանգության հետ կապված Ամերիկայի կշիռը շեշտակի կպակասի, եթե ինքը Եվրոպայի վրա ազդեցություն չունի, ոչ միայն գործընկերություն, այլ բառից բուն իմաստով ազդեցություն։ Այսինքն Ամերիկան պետք է ինքը շահագրգռված լինի, որ Եվրոպան կախվածություն ունենա Ամերիկայից։ Եվրոպան Ամերիկայից որ կախվածությունից դուրս եկավ, Ամերիկայի կարգավիճակը պատկերացնում եք, ժողովուրդ ջան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել Եվրոեռյակի, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիայի հետ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ, որը այս մյուսը նախատեսվում է Հռոմում։ Կարծում եմ 3 եվրոպական երկրների դերը իրանական միջուկային ծրագրի հարցում նվազել է նրանց որդեգրած սխալ քաղաքականության պատճառով։ Իհարկե դա սխալ չի, ես կասեմ դա։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցությունների փուլ անցկացնել Հռոմում, մինչև ԱՄՆ-ի հետ բանակցությունները, ասել է Արաղչին։ Ինչա տեղի ունենում, ինչա անընդհատ իրան ճղում Իրանը, որպեսզի եվրոպական եռյակի հետ բանակցի։ Եվրոպական եռյակին համոզում ես, մարդիկ ասում են ոչ, դու Ամերիկայի հետ լեզու գտի, մեր հետ խնդիր չունես, մենք որովհետև Ամերիկայի հետ միասնական քաղաքականություն ենք վարում։ Անցյալ տարվանից Իրանը չարչարվում է Եվրոպան Ամերիկայից տարանջատի։ Այսինքն ասում է, թե Ամերիկայի հետ լեզու չեմ գտնում, Եվրոպայի հետ լեզու գտնեմ։ Գուցե շատ լավ բան ես մտածում Իրանի շահերից ելնելով։ Գուցե կարող է Հայաստանի շահերից ելնելով էլ վատ բան չես մտածում, Եվրոպայի հետ լավ լնես, մենք այդ ձգտում ենք լինել Եվրամիության անդամ։ Ինչ խնդիր ունենք, շատ ավելի մեզ համար կանխատեսելի ու բարենպաստ իրավիճակ կլինի, բայց մենք ավելի գլոբալ ենք, չէ՞ նայում դրան։ Մենք չենք ուզում, որ Եվրոպան Իրանի հետ պայմանավորվի ընդդեմ Ամերիկայի շահերի։ Բայց Ամերիկան Եվրոպայի շահերը անտեսեց։ Նույնիսկ այս պարագայում, երբ որ Իրանը թվում է, թե շատ մոտ է Ամերիկայի հետ պայմանավորվածության գալու, նորից եվրոպական եռյակին տեսնում է նրանց ակտիվությունը։ Այդ պարագայում ցանկանում է, որ նրանց ներքաշի իր հետ գործընկերության մեջ, բայց միևնույն է նույնիսկ այդ պարագայում եվրոպական եռյակը չի շտապում ընդդեմ Ամերիկայի բարենպաստ բանակցություններ վարի Իրանի հետ, որովհետև դեռ հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասնական քաղաքականություն կվարեն։ Էնպես որ դուք պատկերացնում եք, չէ, եթե ինքը ասել է այն վիճակին, որ արդեն կարա հարցերը կարգավորի, բայց այնուամենայնիվ այդ պարագայում նորից ուզում է եվրոպական եռյակի հետ լավ լինի։ Թվում է թե տարօրինակ է, չէ, բայց չէ, պարզ հասկանալի է իրանց համար, ասма չես իմանա Տրամպի հետ ինչ կլինի, չի լինի, բայց եվրոպական եռյակի հետ որ պայմանավորվենք, ավելի հեռանկարային պայմանավորվածություն կլինի, որով նաև կփորձի զսպել Ամերիկային, այսինքն ոնց որ Եվրոպան ցույց տվեց Ամերիկային, որ կանգնած է Ուկրաինայի թիկունքին, Ամերիկան սկսեց կամաց վերանայել իր ծրագիրը, հիմա Իրանը ուզում է Եվրոպային քաշի իր կողքը, որ Ամերիկան ստիպված էլի գնա պայմանավորվածությունների, բայց ստիպված պայմանավորվածությունների Ամերիկայի գնալը հաստատ աշխարհի շահերից չի բխում, այն էլ զիջի Իրանին։ Չեմ կարծում, որ դա որևէ ձևով մեր շահերից էլ է բխում։ Դրա համար առայժմ եվրոեռյակը, որ իրան այդպես պահում է, շատ ճիշտ է պահում, հուսանք, որ Ամերիկան կվերանայի իր վերաբերմունքը։ Իդեպ ասեմ, շատ դեպքերում տարբեր երկրների քաղաքացիներ այլ ձևի են խնդիրներին նայում։
ասենք ասում են դե դուք չգիտեք օրինակ Ֆրանսիայում այնքան դժգոհ էին Մակրոնից այս բանը սենց այս բանը նենց է եւ այլ տենց չլներ ստորին պալատի ընտրությունների անցյալ տարի ինչի պիտի իրանք պարտվեին ախր հենց գիտեք բանը շատ հարցեր են անում են անում թվարկում են տարբեր բաներ ժողովուրդ ջան գիտենք իհարկե գիտենք որ այդ խնդիրները կա հաստատ ձեզանից լավ չենք կարող իմանանք դուք այդտեղ եք ապրում բայց ուրիշ խնդիր է այդ քաղաքական գործիչներին մենք նայում ենք դրսից ինչ ձևով ինչպիսին է նրանց դերակատարությունը աշխարհաքաղաքական այս իրավիճակում ու այդ կշռի մեջ մեզ համար այդ պարագայում Մակրոնի դիրքերի թուլանալը կատաստրոֆիկ վատ էր ու վատը նաև հիմա հասկանում ենք որ պրոբլեմներ եթե պրոբլեմ չկար ստորին պալատի ընտրություններում այդպես չէր լինի համազից էր կախված որ ինքը կարող է իր լիազորությունները կորցներ չեմ ասում իմպիչմենտի կհասնեին բայց այնքան իր դիրքերը թուլանար որ ինքը չկարողանար այս ակտիվությունն ունել աշխարհաքաղաքական իրադարձությունների մեջ իհարկե այդ ամեն ինչը շատ լավ ենք հասկանում իհարկե շատ լավ հասկանալի է որ դուք այլ ձևի եք նայում այդ խնդիրները ներսում ապրում եք ամեն օր խնդիր ունեք բայց մենք նաև դրսից ենք նայում չէ՞ ի վերջո այդ շատ հրապարակային գործիչները աշխարհի մենք դիտարկում ենք նրա աշխարհաքաղաքական կշռով ու նրա ուղղությամբ քայլերով քանի անգամ առիթ ա եղել որ ես ասել եմ Կիր Սթարմերը որոնք որ հաղթանակ տարան այո պահպանողականները տարան այնպիսի քաղաքականություն որի դեպքում ժողովուրդը գնացին ընտրեցին լեյբորիստներին հա բայց միևնույնն է լեյբորիստներին ընտրեցին ես ասել եմ ժողովուրդ ջան իմ կարծիքը որ այո դժգոհ եք եղել լավ է կարևոր դժգոհ եք եղել թող նորմալ աշխատեին գոհ լինեիք բայց իրոք երկրի վիճակը վատ է այդ ակնհայտ է որ շատ բաներ չեն խոստովանում բայց եւ միևնույն ժամանակ Կիր Սթարմերը չուներ զարգացման ծրագիր կամ գոնե հակաճգնաժամային ծրագիր նա ընդհանրապես այդ դժգոհության վրա եկավ իշխանության ու դրա համար նրա բարկանիշը բարձր չի կամ բարձր չէր բայց դա ձեզ համար մենք ուրիշ ձևի ենք նայում չէ այդ մարդը ամեն ինչ չգցեց նախկինների վրա չասեց որ նախկինների քաղաքականությունն է մեղավոր չասեց որ տարել եք երկիրը այսքան պրոբլեմների մեջ տարել եք հիմա Ուկրաինայի մեջքին կանգնել եք ինչի համար եք դա արել ռազմական ծախսերն էլ ուզում եք ավելացնեք այդ ամեն ինչը չկոտրեց նրա վրա արտաքին քաղաքականությունն առաջ տարավ ավելի պինդ ու ավելի կոշտ կանգնեց Ուկրաինայի թիկունքին ավելի ամուր կանգնեց եվրոպական պետությունների թիկունքին միասնական եվրոպական քաղաքականություն տանելու համար անգամ Ամերիկա Եվրոպա տարաձայնության ժամանակ պաշտպանեց եվրոպական շահերը այդ մարդը հարգանքի արժանի է եթե կարող է դուք իրան չգնահատեք բայց օրինակ ասենք ինձ համար նա այդ վերաբերմունքը որ նա ունեցավ իր վարկանիշի կորուստի հաշվին բայց բախտը բերեց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական ծախսերը պակասացնելու հետ կապված իրանք այս հակաճգնաժամային ծրագիրը ռազմական ծախսերի հարցով նոր որակի խնդիրներով կլուծեն դա իրանց բախտից որը վերաբերում էր եւ Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային ուզում եմ ասեմ որ այնպես չի որ չենք հասկանում ինչա ուղղակի ցանկացած գործ չի հետ կապված վերաբերմունքը մենք փոքր պետություն ենք եւ համայն հայության հայրենիքն է բոլորիդ պետությունն է բոլորիս պետությունն է մենք նայում ենք թե այդ մարդը ինչ կարող անի աշխարհի համար այո ակնհայտորեն շատ լավ եք մտածում ամսի 6-ին արդեն կընտրվի նաև նոր կանցլերը Մերցը կընտրվի Ֆրիդրիխ Մերցը կընտրվի արդեն տեղի կունենա մի քանի օրից արդեն կլինի կանցլեր չնայած միջև կանցլերը ընտրվել է ինքը շատ կոշտ իր քաղաքականությունը վարեց ցույց տվեց որ շատ ակտիվ է ալնելու եվրոպական համախմբման հետ կապված լուրջ դերակատարություն ստանձնելու այո շատ բարձր է գնահատում դա բնական բան է որովհետեւ ինչ ենք ակնկալում մենք ուժեղ Եվրոպա միասնական Եվրոպա անվտանգություն ապահովող Եվրոպա որովհետեւ ի վերջո մեր ապագան որտեղ ենք պատկերացնում մեր ապագան պատկերացնում ենք այդ ընտանիքում եւ բնական է բայց ոչ մի պարագայում ոչ ընդդեմ Միացյալ Նահանգների դրա համար պարբերաբար խոսում ենք այդ ուղղությամբ դրա համար երբ որ ասենք իմ տեսակետը նաև Բրիտանիայում ապրողի հետ չվռնի թե այս ինչ մարդու մասին ուրիշ կարծիք է պարզ է ես դրսից եմ նայում դուք ներսից զարմանալու բան չկա դրանում Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը վկայակոչելով հավաստի հետախուզական տվյալները հայտնել է Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-36 ժամվա ընթացքում
Ագրեսիայի ցանկացած գործողություն վճռական պատասխան կստանա։ Հնդկաստանը լիովին պատասխանատու կլինի տարածաշրջանում ցանկացած լուրջ հետևանքների համար, գրել է նախարարը։ Իդեպ տեսնում եք, որ անընդհատ Պակիստանը, թե պաշտպանության նախարարը, թե մյուսները անընդհատ խոսում են, հեսա հայ, հեսա Հնդկաստանը խփելու է, Հնդկաստանը խփելու է։ Եվ թե խփի մենք անպայման պատասխան հարված ենք հասցնելու։ Այս նաև իրանց անհանգստությունից է գալիս, այդ ակնհայտ է, որտեղ քաշային կատեգորիայով եթե նայենք, Հնդկաստանը Պակիստանին գերազանցում է։ Գործընկերային հարաբերություններով նայենք, Հնդկաստանը Պակիստանին ակնհայտորեն գերազանցում է։ Բայց եւ միևնույն ժամանակ այս անկառավարելիության ժամանակ մոլորակի հիմա իրանք բախվում են ցանկացած այս կարգի բախում շատ ավելի մեծ բախումներ այդքան ակնհայտորեն դրան այդքան չէինք ուշադրություն դարձնի հիմա այս անկառավարելի վիճակը մոլորակի որ ուժի դիրքի ցանկանում են բանանել մի մասը օգնում է Հնդկաստանին մի մասը օգնում է Պակիստանին ու դրա համար մենք էլ մտածում ենք իսկ այդ բախումը ինչի կհանգեցնի ցանկացած առիթ օգտագործել են որը ծնել հասել է մինչև համաշխարհային պատերազմների այդ ցանկացած առիթ կարող է օգտագործեն ուժերի վերադասավորում անելու համար դրա համար առավել եւս որ երկու կողմն էլ միջուկային զենք ունի այնպես որ դրա համար այս ամեն ինչի հետ կապված նորից մեր ուշադրության կենտրոնում կպահենք դա մեզ ուղղակիորեն վերաբերում է որտեղ այս մոլորակին է վերաբերվում եւ մեկ էլ այդ վերադասավորումների հետ կապված պատահական չի որ տեսնում ենք ինչպիսի վերաբերմունք նաեւ Թուրքիան ունի Պակիստանի նկատմամբ աջակցում է իսկ դա մենք ակնկալիք ունենք Հնդկաստանի հետ նորմալ հարաբերությունների զենք ստանալու եւ այլ հարցեր եւ ընդհանրապես գործընկերության հետ կապված Հնդկաստանը ցանկանում է հարաբերությունը շատ ավելի սերտացնի Եվրոպայի հետ մանավանդ այս մաքսային հարցերի հետ կապված այսինքն այս հարցում մեզ համար ակնհայտորեն մի թաքուն բան չի կուզենանք որ Հնդկաստանը հաղթի բայց հաղթել են այդ չլի որ մոլորակը վերանա ասենք կարևորը որ ինքը հաղթեց էլի որտեղ մեկը խփեց են մեկը պատասխանա տալու հուսանք որ խոսքը դրան չի հասնի գործը դրան չի հասնի բայց եւ միևնույն ժամանակ ակնհայտ է հիմա իմիշ թաքուն բանա որ մենք ուզենանք որ այդ հարցում Հնդկաստանը հաջողություն ունենա ոչ թե Պակիստանը առավել եւս Պակիստանի հետ մենք դիվանագիտական հարաբերություն չունենք Պակիստանը կանգնած է Ադրբեջանի թիկունքին Պակիստանը կանգնած է Թուրքիայի թիկունքին եթե չասենք Թուրքիան էլ Պակիստանի այդ հարցում մենք գիտենք որովհետեւ որևէ բան մեզ չի սպասում Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Չինաստանի ժողովրդական հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին մենք շատ ենք կարևորում դա եւ պատրաստում ենք դրան ասել է Պեսկովը Իհարկե Սի Ցզինպինը երբեք չէր ցանկանա գնալ հաղթանակի տոնին Մոսկվա որտեղ իրան չի ներպետք որ դա գնար բայց եթե Ռուսաստանին օկուպանտ ու ագրեսոր էին ճանաչում նա շատ զգուշավոր էր Ռուսաստանի շալակը բարձրացել ամեն դեպքում ցույց չէր տալի որ ինքը սերտ օգնում է պարզապես դե վիճակը վատ է ես էլինարից նավթ ու գազ եմ առնում կամ էլ թե չէ տնտեսության մեջ որոշակի բաներ եմ անում կտրականապես հերքում էր որ ինքը ռազմական աջակցությունն է ցուցաբերում չնայած որոշակի տեխնիկա որը որ Ռուսաստանն առնում էր դա կարող էր օգտագործել որպես երկրորդական նշանակության տեխնիկա օգտագործելով այդ խնդիրը լուծեր Բայց ի վերջո, եթե հիմա Ռուսաստանը օկուպանտ ու ագրեսոր չի այս Տրամփի կարծիքի, Չինաստանը ինչ խնդիր ունի որ Մենք ակնհայտ միշտ էլ խոսել ենք նրա մասին, եթե Ռուսաստանը ռազմավարական պարտություն չկրեց, Չինաստանը Ռուսաստանի շալակից չի իջնելու, մտածել, որ Ռուսաստանի նկատմամբ անգամ սանկցիաները հանելուց հետո ինքը Չինաստանից կփոխվի, դա խորը թյուրիմացություն է, որտեղ Ռուսաստանը Չինաստանից այնքան մեծ կախվածություն ունի, երկարաժամկետ կախվածություն ունի, որը ոչ մի դեպով իրավիճակային փոփոխության չի ենթարկի, դա կապված Եվրոպայի հետ լավ հարաբերությունների, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, արդեն ինքը խրվել է Չինաստանի տակ, այնպես չի, որ ինքը շանս ունի դա փոխելու Եթե ինչ-որտեղ ինքը ուժեղ էր իրան ցույց տալի Չինաստանի հանդեպ, Չինաստանը բավարար չափով միջուկային արսենալ ունի, որ կարող է ասի կամ երկուսենք վերանում, կամ դու ինձ չես կարող հաղթել, որտեղ մնացած ցուցանիշներով Չինաստանը Ռուսաստանից առաջ է Եվ այս պարագայում, բայց Չինաստանը ինչի պիտի չմասնակցի, եւ սա բերեք համարենք, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, որ լավ լինենք Ռուսաստանի հետ Չինաստանին մեկուսացնենք, հակառակը տեղի ունեցավ։ Չինաստանը լավ էլ բոլոր ուղղություններով ընդլայնվում է։ Այդ թվում էս հարցն էլ, եթե անում է, դա անում է ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքի, որ իրան մեկուսացնեն։
Իսկ նույն Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ինչ է հայտարարել, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի գա Մոսկվա հաղթանակի օրվա կապակցությամբ, երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Ուսամենակ նա չի, որ ասենք ուղղակի գլուխը խառնա պատերազմ եւ այլ, ինքը չէր կարող գալ, որ ուզեն արգար կգար, որովհետեւ մանավանդ այդ պատերազմական իրավիճակը այնպեսին չի, որ ասես այսօր ինքը որոշել է, թե մայիսի 9-ին ինչ հալնելու, ինչ զարգացումներ կլինեն։ Պարզապես ցույց է տվել իր վերաբերմունքը չեմ գալի ու վերջ։ Այս լարվածության հետ կապված էլ ինքը ուզում է ցույց տա, որ ինքը Ռուսաստանի հետ չի։ Այս էլ իր վերաբերմունքը, որովհետև մի տեսակ անտեսում էին Հնդկաստանին, ինչ առումով։ Ամեն մեկը մտածում էր, դե ինքը ինչ խնդրեմ ունի Հնդկաստանի հետ։ Այսինքն Հնդկաստանին նենց իրանց կողմ քաշելու, ժեստեր անելու եւ այլ։ Հա, նորմալ համագործակցության բոլորը կողմնակից էին, բայց այնպես չի, որ իրանք Հնդկաստանը Չինաստանի նման չեն կարևորում, թեպետ բնակչությամբ Չինաստանից էլ անցել է։ Այս պարագայում համենայն դեպս ինքը իր վերաբերմունքն է ցույց տալի։ Չինաստանը գնում է, լավ անում, ես չեմ գնում։ Այս էլ իմ վերաբերմունքը։ Այնպես որ դրանից էլ պետք է համապատասխան եզրակացություն անել նաև արևմուտքում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում վերահաստատել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի լիակատար հրադադարի։ Հաղթանակի օրվա կապակցությամբ Պուտինի կողմից հայտարարված հրադադարի վերաբերյալ Զելենսկին հեգնանքով ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ճիշտ է անում, որ մտահոգված է Մոսկվայում կայանալիք շքերթի համար։ Հիմա նրանք անհանգստացած են, որ իրենց զորահանդեսը կասկածի տակ է։ Նրանք ճիշտ են անում, որ անհանգստանում են, բայց մենք պետք է անհանգստանանք, որ այս պատերազմը դեռ շարունակվում է, ընդգծել է Զելենսկին։ Այնպես որ սրան էլ ուշադրություն դարձնենք, որ Զելենսկին ուզում ասի, որ հա շքերթ է անում, ես քիչ հավանական եմ համարում, որ շքերթի ժամանակ ուկրաինացիները դրոնով խփեն Կարմիր հրապարակին, որովհետև այնտեղ այդքան հյուրեր կան, այդպիսի հարվածը կարող է Ուկրաինայի նկատմամբ միանգամայն այլ վերաբերմունք անի, առավելևս, որ Ուկրաինան միշտ ցույց է տալիս, որ ես հարվածում եմ կոնկրետ ռազմավարական օբյեկտներին, ռազմական օբյեկտներին, ես հարվածում եմ կոնկրետ պահեստների, զինապահեստների, հարվածում եմ էներգետիկ օբյեկտներին, որոնք որ ուղղակի դրանով իրանք աջակցում են պատերազմական գործողություններին։ Իսկ եթե որևէ շենքի վրա որևէ բան ընկնում է, իրանք ոչ մի խնդրեմ չունեն։ Մեկ ռուսներն ասում են, որ խփել ենք դրոնը, բեկորներն են գելա շենքի վրա։ Ավելի լավ, իրանք որպեսի արդարացնեն, որ դրոն լավ խփող են, իրանք դրանով նաև արդարացնում են, որ Ուկրաինան չի խփում շենքերի վրա։ Եթե հանկարծ որևէ շենքի հարված է հասցվում, այդ ուկրաինացիները չեն խփում։ Այդ ռուսները դրոնը օդում խփել են, բեկորն անգե։ Դե եթե դուք տենց լավ կարողանում եք ուկրաինացիների հարվածները արդարացնել, մենակ թե գլուխներդ գովագոր դրոնին խփել եք։ Այդ ինչի եք տենց հուզվել, վախենում եք, որ կարող է Մոսկվային խփեն, բայց չեմ կասկածում, որ ամենավեճ կարծում եմ, չգիտեմ թե ինչ կանե Զելենսկին, բայց որ Մոսկվայի վրա Կարմիր հրապարակից հեռու հարվածներ կհասցնեն, ցույց տալով, որ ուզենայինք դա էլ կանեինք, կարծում եմ, որ դա ուղղակի կանեն մենակ նրա համար, որ Ռուսաստանում Կարմիր հրապարակում որոշ մարդիկ համենայն դեպս պամպերսով գնան հաղթանակի շքերթին, որ մի քիչ իրանց ապահով զգան։ Այդ ուղղակի կտեսնենք զարգացումները, բայց տարօրինակ կլինի, եթե Մոսկվայի վրա հարված չհասցնեն, էլի։ Պարզա չեն խփի Կարմիր հրապարակ, բայց Մոսկվայի վրա որ ուզենան ցույց տան, որ կարայինք ավելին անենք, չեն կանում, այսպես։ Իսկ հիմա նայենք Իսրայելի վարչապետի գրասենյակից ինչ են հայտնում։ Մի քանի օրվա ընթացքում մի քանի անգամ են տարածում անընդհատ հայտարարություններ, անընդհատ, որ Նեթանյահուն պատրաստվում է գնալ Ադրբեջան։ Հիմա մենք նայենք, թե ի վերջո այս ինչ են, հիմա այսօր ինչ են տարածել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մայիսի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Նա կվերադառնա մայիսի 11-ին։ Ընդհանուր առմամբ այցը կտևի 5 օր։ Ժողովուրդ, այս ինչ այցելություն է։ Պաշտոնական այցելություն 5 օր, լուրջ, այդ դարձիա գնում, ուրա գնում, ես չեմ հասկանում, ինչ միջոցառում է 5 օրանոց պաշտոնական այցի։ Սա դեմոնստրատիվ քայլ է նրա համար, որպեսզի ցույց տա, որ
մենք շատ լուրջ քայլեր ունենք Ադրբեջանի հետ։ Առավել ևս, երբ որ Իրանը ջանք ու եռանդ չի խնայում հարաբերությունները կարգավորի, ինչպես տեսակ եվրոպական եռյակի հետ, եւ նաեւ մտածում որ Ամերիկայի հետ իր շահերից ելնելով կարող է համաձայնության գա, բայց ցանկանում է համաձայնության գա։ Իսկ եթե Իրանը Ամերիկայի հետ համաձայնության եկավ, Իսրայելը խնդիր է ունենալու Ադրբեջանին իր կողմ քաշելու, Ադրբեջանն էլ է ունենալու, որտեղ Ադրբեջանը էլ դեպքում իր հույսը նա էր, որ Իսրայելի միջոցով, Ամերիկայի միջոցով, նաև Զանգեզուրի միջանցքի այսպես իրանց պատկերացրած անունը իրանց ձևակերպումով ասենք, չնայած որևէ անունի հարցը չի, եթե խոսքը գնում է անխոչնդոտ անցնելուն, անունի ինչ ուզում ես դիր, դա մեզ համար անընդունելի է, բայց իհարկե նրանք գիտեն դա ինչի համար են ուզում, որ տարածք հետո վերցնեն, նրանց համար կոմունիկացիոն խնդիր է չի մենակ։ Բայց այս պարագայում պատկերացնում եք Իրանի ակտիվությունը, որ ասում էր, որ Ալիևը աղբերս է Մասուդ Փեզեշքյանը, Իրանի նախագահը, եւ խոսում էր իրանց ծրագրերի, բարեկամության, կապերի եւ այլի մասին, հիմա Նեթանյահուն արդեն 5 օրանոց այցով է գնում Ադրբեջան։ Իհարկե դա մեզ պետք է մտահոգի, որովհետեւ դրանից մենք լավ բան սպասելիք չունենք։ Այդ մտերմությունը հաստատ ընդդեմ մեզ է, թե ուրիշ ինչ հարցում պայմանավորվածություն կգան։ Այդ պայմանավորվածության արդյունքում մեկը Հայաստանի հետ կապված դա խնդիր է առաջացնելու։ Առավել ևս որ Իսրայելը խնդիր ունի Ամերիկայի հետ, որովհետև չի կարողանում ստանա աջակցություն նախ Սիրիայի հետ կապված, որ Թուրքիան խնդիր է դնում անպայման, որ Գոլանի բարձունքներից անգամ դուրս գան, եթե դա դնում է Սիրիայի ղեկավարության բերանով, միևնույնն է, դա Թուրքիան է դա դնում, դուրս արի այդտեղից։ Իսրայելի համար պատկերացնում եք 67 թվից վերցրել է, որ հիմա հանկարծ դա հանձնի, ինչի դիմաց հանձնի։ Սա իր համար խնդիր է։ Թուրքիայի հետ կապված ինքը չի կարողանում այդ հարցերը կարգավորել։ Գազայի հետ կապված խնդրի մեջ հայտնվեց։ Գազան դատարկելը չի կարողանում անի։ Շատ-շատերը իր դեմ են դուս եկել։ Եվ այս պարագայում Ադրբեջանի հետ այս հարցը սա պետք է մեզ իսկապես անհանգստացնի, հետաքրքրի եւ ուշադրությամբ հետևենք։ Բայց հիմա այս ընթացքում մենք տեսնում ենք Ռուսաստանի ակտիվություն, կապ չունի թե ինչ առիթով անընդհատ խոսում են, Քոչարյանը Պուտինի հետ հանդիպել է, իմացեք պայմանավորվել է, այս բանը սենց է, ռուսամետ ակտիվիստները ստեղ իրան ճղում են, նոր ձևաչափեր են մտածում, ոնց ռուսական ակտիվությունը ցուցաբերեն, այդ տեսեք ինչ արեմ, հիմա էլ նոր բաներ են սկսում տարածել, այն ռուսական լրատվականներից են գցում հայկական տիրույթ, դե մարդիկ այդքանը կարդում են, ոնց կարող ես չանդրադառնալ, ասես որ լավ ինչ ուզում ա գրեն, հետո մարդը կարդում է, ասա ինչ է նշանակում, ասենք այդ հեչ Կրեմլի ներքաղաքական բլոկը սկսել է զբաղվել Հայաստանի հարցերով, ինչպես պարզել է Վեդոմստին, Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի եւ իր ենթակայության տակ գտնվող վարչությունների աշխատակիցների առջև դրվել են նոր հանձնարարություններ կապված Հայաստանի հետ։ Այդ մասին Վեդոմստին հայտնել են 4 դաշնային պաշտոնյաներ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի հետ համագործակցող 2 աղբյուր։ Պարզա որ դա տվել են, որ ասեն, էլի, նետ չի որ իրանց կանալներով այդ ինֆորմացիան ստացել են։ Ներկայումս Կրեմլում աշխատանքներ են տարվում Հայաստանի տեղեկատվական օրակարգի ուղղությամբ, հայտնել է Վեդոմստի մեկ այլ աղբյուր։ Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականին։ Դրանց մոտենալուն զուգահեռ կսահմանվեն նաև նոր առաջադրանքներ, նշել է աղբյուրը։ Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու Հայաստանում փափուկ ուժ կիրառել ռուսական շահերն առաջ տանելու համար, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր, բայց հարցը հիմա ոչ թե ընտրությունների, այլ այնտեղ ռուսական ներկայության մասին է, նշել է նա։ Աղբյուրն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում բացակայում են ռուսամետ ուժեղ քաղաքական գործիչներ, բացառությամբ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի։ Հետևաբար Ռուսաստանին աջակցող ձայն Հայաստանում գրեթե չկա, եզրափակել է զրուցակիցը։ Այո, այն որ մենք գիտեինք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրանց ընդունում են որպես ուժեղ խաղացողներ, բայց նրանք որևէ շանս չունեն Հայաստանի ներքաղաքական կյանքում, նրանք հասկանում են, որ ռուսամետ ուրիշ ուժեր ուղղակի իրանք չունեն։ Բայց եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փորձեն այլ ուժերի ստեղծեն եւ նրանց միջոցով հանդես գան, Հայաստանում այդքան բարդ չի դա ֆիքսել, էլի ժողովուրդ ջան, Հայաստանը ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստան, ոչ Ամերիկա, Հայաստանը չի կարող նես մեկը մի հատ քնից արտանա ու ծնվի հրապարակային գործիչ եւ գնա միանգամից
տոկոսներ հավաքի մտնի խորհրդարան։ Այդ բոլորը մարդկանց աչքի առաջ են, գիտեն նրանց անցած ճանապարհն էլ, ամեն ինչն էլ, նրանց ուղղություններն էլ։ Այսինքն Ռուսաստանը եթե ցանկանում է ուրիշ խաղացողներ դաշտ մտցնի, այդ ուրիշ խաղացողները ուղակի թե անուղակի արդեն առնչվել են Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, բայց փրկության շարժումներ էր, հազարու մի շարժումներ էր, բաներան գնացել կողքները կանգնել են, ժողովուրդ ջան։ Այդ ամենը չգիտեն, ինչ որ մեկին չես կարա հորինես, ասես, այս մեկը լրիվ նոր եկել է Հայաստանի շահերից է խոսում։ Ինչ Հայաստանի շահերից խոսում։ Ռուսաստանի ուրաքատաշ քաղաքականությունը չգիտեք։ Նրանք կարող են այս նուրբ քաղաքականություն տանեն, մարդիկ ժողովրդի սիրտը շահեն, բայց գլխի չգնեն, հա, որ Ռուսաստանի համար են։ Ռուսաստանը, որ ինքը իր երկում քաղաքականություն ավարում, ոչ թե տանում է այդքան մարդու կոտորում է Ուկրաինայում։ Դու քո ամբողջ սերունդ ես ոչնչացնում։ Բարոյական առումով ոչնչացնում ու կոտրում ես, որտեղ դու մի սերունդ ստիպում ես, որ նա ասի, որ սա պատերազմ չի, հատուկ ռազմական գործողություն է, եւ որևէ մեկը, որը կքննադատի այդ պատերազմը, կասի ինչի ենք մտել Ուկրաինա, կամ կաքսորեն, կամ կգնդակարեն, կամ կտանեն Ուկրաինա, կասեն խփեք սպանեք, կամ կդատեն, ամեն ինչ կանեն։ Մի ամբողջ սերունդ դուք լրացրել եք։ Մի ամբողջ սերունդ ինքը պիտի իրականությունը իմանա ու սուս մնա։ Դուք կոտրել եք այդ սերունդին։ Ոչ թե այն ու որ կոտրել եք, նրանց ավելի քիչ վատություն եք արել։ Քան ձեր ամբողջ երկրի այն սերուցքը, այն ոսկե երիտասարդությունը, այն սովորական երիտասարդությունը, այդ աշխատող բարիք ստեղծող երիտասարդությունը դուք զրոյացրել եք, ոչնչացրել, թե մեկի ծպտունը դուրս չի գալի։ Որտեղ որ դուս գա, իրան կպատժեք, լավագույն պատիժը գրենք ուղարկենք, թող գնա Ուկրաինա զոհվի։ Եթե ինքը համաձայն չի Ուկրաինայի պատերազմի հետ, թող գնա մեռնի, որ մի անգամից համաձայն լինի, այլևս չխոսի այդ մասին։ Բա դրա տակիցով է դուրս գալու։ Մի հատ ձեզ երկիրը նայեք ինչ է կարել, չէ։ Հայաստանում ինչքան էլ վիճակը վատ լինի, մարդիկ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի ժամանակ ամեն մեկը տուժել է, ինչ է եղել, ամեն խնդիր է առաջացել, բայց իրանց կարծիքը հարցրել է, շատ դեպքերում ինձ ասում են, բա այն ժամանակ ինչի չէի, ասում ստիպված հանում եմ, ասում եմ, տո այն ժամանակ էլ եմ ասել, բա դու ինչ չէի լսում, բա ինչ էի լսում, որ էլ չէի լսում, դա չի հարցը, ինձ համար չեմ ասում, առհասարակ այդ հնարավորությունը մենք ունեցել ենք, իսկ դուք ունեք այդ հնարավորությունը, մի սերունդ եք աճացնում, որը որ ռիսկ չի անում ձեն անի։ Իսկ հիմա դե այս ամեն ինչը նայեցիք աշխարհը։ Մինչակատարում շատ երկար չանդրադառնամ, կառավարության նիստում ամենակարևոր առանցքային հարցը, որ Նիկոլ Փաշինյանը քննարկել է, մեր երկրի հետ կապված, որ ամեն անգամ ավելի եմ համոզվում, նստում ենք ավտոբուս, ուզում ենք, որ տաքսու արագությամբ շարժվենք։ Այս մարդը արդեն նստել է ավտոբուս, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, ինքը քշել չգիտի, ու նստել է ավտոբուս։ Արդարացնում է բոլոր ծրագրերի ձախողումները նրանով, որ կառավարությունը պիտի դանդաղ աշխատի, 7 չափի 1 կտրի եւ այլ, ըստ իրա ինչ որ բաներ է, բայց այն ինչ հարցեր, որ ինքը քննարկում է, ոնց որ այս աշխարհակաղակական իրավիճակի հետ բացարձակ աղերս չունենա։ Այս մարդը լրիվ ուրիշ աշխարհում ազդեցությունում է ապրում։ Մտածում ենք, որ ապապետության մինչև ամեն ինչ ճեղքում է ու այդպես էլ չենք կարողանում այդ ճեղքը լցնել։ Ըստ վարչապետի Հայաստանում ինչ է խոսում ես եւ այլ, մի խոսքով մենք այսպես պետություն չենք դառնա ու դրա համար չենք դառնում։ Մի երկրի վարչապետ, որ ասի մենք պետություն չենք դառնա ու չենք դառնում, բայց աթոռին ինչ ես անում։ Ոչ պետության վարչապետն ես։ Բա նոր Հայաստանը ով է կառուցելու։ Այս մակարդակով, այս խելքով երկիր իրոք չեն ղեկավարի, ժողովուրդ ջան, սա ուղղակի խայտարակություն է։ Եվ այդ տեսեք այս աշխարհում ինչ է կատարվում, մեր ժողովուրդը հրաշալի ինֆորմացված է ինչ է կատարում, հրաշալի հետևում է աշխարհակաղակական իրադարձությունների, որտեղ ուզում է իր երկրի ապագայի մասին իմանա, իր երեխայի, իր թոռների ամեն ինչի մասին, եւ մեկ էլ նայում է, որ ինչ է լսում իր վարչապետից։ Այս է ցավալին, դրա համար շատ ավելի մեծ բաներ է սպասվում մեզանից։ Դե ինչ այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։